Եկեք այժմ խոսենք 3 թվի համակեցության մասին 1-ից 9 թվերի համակարգում։ Թվերի այս համախմբում են 3-ը, 12-ը, 21-ը և 30-ը։ Երբ վերածում ենք միանիշ թվի, դարձյալ երկնիշ թվերի գումարից ստացվում է 3։ 3-ի և 1-ի հարաբերությունը լուսավոր հարաբերություն է։ 1-ի նպատակասլացությունը և 3-ի ցանկացած գաղափար կյանքի կոչելու հմտությունը նրանց մշտապես պահում է բարձունքում։ Երկուսն էլ նայում են նույն ուղղությամբ, միայն առաջ, միշտ շարժման մեջ, և դա նրանց հաջողվում է։ 3-ի համակեցությունը 2-ի հետ, սա շատ ջերմ ու հոգևոր կապ է։ 3-ը դառնում է 2-ի պաշտպանն ու խորհրդատու զրուցակիցը, իսկ 2-ը 3-ին հաղորդում է զգացմունքային խորություն առանց խոսքերի։ Նրանք լրացնում են միմյանց հանգստությամբ և իմաստնությամբ։ 3-ը 3-ի հետ, սա երկու անհատականությունների վառ հրաբուխ է, ովքեր միմյանց հասկանում են նույնիսկ հայացքով։ Սակայն այս հարաբերության ընթացքում պետք է ուշադիր լինել, չկորցնել իրականության հետ կապը, որովհետև երկուսն էլ հաճախ տարվում են երազանքով ու դա իրականացնելու պահը երբեմն բաց են թողնում։ Որքան էլ ռոմանտիկ լինեն, այդքան էլ իրատես պետք է լինեն, որ միշտ միասին լինեն։ 3-ը 4-ի հետ, այս սիրային համակեցությամբ այդքան էլ հեշտ չի կառուցվում, բայց երկուստեք բնավորություններն ու նախասիրությունները հարգելու պայմանում կարող են դիմակայել փորձություններին։ 3-ը սիրում է ազատություն և իմպրովիզացիա, 4-ը կարգապահություն և կանոններ։ Կառուցողական զրույցները կօգնեն պահպանել այս միությունը։ 3-ը 5-ի հետ, սա շփվել սիրող մարդկանց միություն է։ Այս զույգը միմյանց հետ լինելուց երբեք չի ձանձրանում, թեև հաճախակի հնարավոր է նաև լռության պահեր լինեն, սակայն դրանք երկար չեն տևում։ Այս համակեցությունում սիրոխորության ամրապնդման համար ոչ ոք չի ջանում աշխատել, ուստի սա երբեմն հանգեցնում է փոխադարձ չհասկացվածության։ 3-ի և 6-ի հարաբերությամբ շատ ներդաշնակ զույգի օրինակ է։ Կարծես բարեկամական մթնոլորտում լինեն, մշտապես հարմարավետության գոտում։ 6-ը ստեղծում է գեղեցիկ միջավայր, իսկ 3-ն այն լցնում է իմաստով և ուրախությամբ։ Նրանք երկուսն էլ գնահատում են կյանքի վայելքները։ Այս համոզմունքը ամրացնում է նրանց միությունը։ 3-ը 7-ի հետ, 3-ի պարզ բնավորությունը լրացնում է 7-ի խորհրդավորությունը, հարաբերություններին թեթևություն հաղորդելով։ 3-ը հարաբերությունները կառուցում է փաստերով, գիտելիքներով, իսկ 7-ը ինտուիցիայով։ Սա միմյանց փոխադարձ լրացման, կատարելագործման ձգտող համակեցության օրինակ է։ 3-ը 8-ի հետ, սա փորձությունների ու պատասխանատվության կապ է։ 8-ի պարտքի ու պատասխանատվության մշտական բնութագիրը 3-ը թեթևացնում է, իսկ 8-ը 3-ին սովորեցնում է լրջություն և համբերություն։ Այս զույգի հարաբերությունները կառուցվում են երկուստեք ընդհանուր նպատակների հիման վրա։ Սա ամրացնում է նրանց միությունը։ 3-ի և 9-ի հարաբերությունը, սա հզոր միություն է։ Այս համակեցության խաղաղությունն ու մշտապես միմյանց հետ լինելու գաղտնիքը նրանց լավատեսությունն է։ Երկուսն էլ միմյանց լցնում են ուժով և իմաստնությամբ։ Նրանք չեն զլանում իրար լավագույն խոսքեր ասել, գովեստներ անել մեկը մյուսին, ոգեշնչել կարևորագույն պահերին, պատվել միմյանց և լուռ և խոսքով։ Սա այն զույգն է, որը կարող է փոխել աշխարհը առանց բուռն էմոցիաների։